Նախիջևանում պայթած դրոնները փոխում են ամեն բան։ Ադրբեջանի աշխարհագրությունն այստեղ որոշիչ նշանակություն ունի։ Այն Իրանի հյուսիսային սահմանների երկայնքով ստեղծում է մի տարածք, որը կարող է ծառայել միաժամանակ 3 նպատակի՝ հետախուզական դիտարկման գոտի, ռազմատեխնիկական հենակետ և ճնշման ուղղություն Իրանի հյուսիսային սահմանների նկատմամբ։ Թուրքիան տարածաշրջանում ունի նաև իր սեփական մրցակցությունն Իրանի հետ։ Երբ Ադրբեջանը ներգրավում է Իրանի դեմ ռազմական գործողությունների մեջ, Թուրքիան պարզապես չի կարող մնալ արտաքին դիտորդի դերում։ Թուրքիան ու Ադրբեջանը չունեն շարունակական ցամաքային սահման։ Սա նշանակում է, որ Թուրքիայի ցանկացած աջակցություն Ադրբեջանին պետք է անցնի որևէ երրորդ տարածքով։ Հնարավոր ուղղություններն ընդամենը 3-ն են՝ Իրանի, Վրաստանի կամ Հայաստանի Հանրապետության Սյունիքի տարածքով։ Հենց այստեղ է բացահայտվում թրիփի իրական ռազմավարական բովանդակությունը։ Սյունիքի միջանցքային գաղափարն առաջին հերթին ապահովում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև անխափան ցամաքային կապ։ Ստեղծում է ուղիղ կապ Թուրքիայի, Ադրբեջանի և ավելի լայն թուրքական աշխարհագրության միջև։ Ձևավորում է Իրանի հյուսիսային սահմանի շուրջ մի նոր ռազմաքաղաքական շրջափակման գիծ։